Բարև ձեզ, սարվա թեման է իմ այսօրվա հյուրը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, ընտրության արդյունքներն արդեն պարզ են, ինչպես եւ ակնկալվում էր կամ սպասվում էր հաղթեց իշխող ուժը, բայց արդյոք սա այն խորհրդարանն է, որը ցանկանում եք, որը պատկերացնում եք, որ ձևավորվեր կամ որը պետք էր խորհրդարանական երկիր համարվող Հայաստանի։ Դե մենք փաստորեն շարունակում ենք այն խոսույթը, ինչ որ ունեինք, ճիշտ է։ Գիտեք, ինչ կա, այս հաղթանակը շատ տարօրինակ հաղթանակ է։ Մի պարակայով, որ ընտրողը կարողացավ պահել գործադիր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ։ Դա պահվեց։ Հիմա արդեն երկրորդ մասն է գալիս, որը երկրի զարգացմանն է վերաբերվում եւ քաղաքական համակարգի զարգացմանը, որովհետեւ եթե քաղաքական համակարգը չզարգանա, ես դա հատուկ ասում եմ, ընդգծում եմ, նաեւ իշխանություն, այսպես մեծամասնության համար եմ ասում, կարևոր բան է, որովհետեւ եթե դա քաղաքական համակարգը պարլամենտարիզմը չզարգանա, ոչ հարուստ երկրում, չասեմ աղքատ երկրում, ժողովրդավարության հաղթանակը վերջնական խնդրահարույց է դառնում, որովհետև մի բան է ժողովրդավարությունը որպես նպատակ կրճակել եւ գործընթաց ապրել, մի բան է ժողովրդավարությունը որպես արդյունք ունենալ։ Ընդհանրապես աղքատ երկրներում ժողովրդավարությունը պարտվում է։ Այն դեպքում, երբ որ իշխող էլիտան կամ կառավարող իշխող չասենք, կամ հասարակության պետությունով շահագրգիռ ուժերը խնամքով չվերաբերվեն, չհասունացնեն, իսկ դրատակը պիտի հասկանալ ազգաբնակչությամբ, ուրեմն կենսամագարտակի բարձրացում զգալապես եւ երկրորդը քաղաքական համակարգի զարգացում, մանավանդ եթե պարլամենտական է։ Սա որպես առաջին եզրակացություն։ Հիմա ինչ ստացվեց, ասում եմ դրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են, կարող են ստուգել ամենտեղ, բայց լավ է չստուգեն, որովհետև ես միշտ ստուգված եմ ասում, չչարչարվեն էլ է։ Մենք ինչ ունեցանք երկրում որպես քաղաքական համակարգ, ունեցանք նախագահական ընտրությունների տարբերակով ձևավորված պարլամենտ, ճիշտ է, հիշեք, ես շատ էի ասում, որ իմ մտահոգությունն չէր մինչև ընտրություններ, որ չվերածվի նախագահական ընտրությունների երկու բևեր, այդպես է եղավ, մեկը ԿՊ-ն իր տեխնազով եւ ռևանշիզմը երկրորդ բևեր։ Դրա համար այստեղ ասենք մեր տիպիկ կուսակցություններ չանցան, չեն կարող անցնել, որովհետեւ բևերացում եղավ անիմաստ արհեստական, բայց անհրաժեշտ բևերացում որևէ տեխնազոյի կողքին։ Հիմա սա ընդհանրապես, դրա համար այստեղ հատկապես մենք բոլորը շատ մտածելու բան ունենք։ Մեր քաղաքական համակարգը զարգանալու է, թե չէ, եթե պարլամենտարիզմը չունենանք, բազմագուսակցական համակարգով խորհրդարանում բազմերանք, ուրեմն դիսկուրսով, տարբեր ծրագրերի առաջարկումով մենք ոչինչ չենք շահել։ Եվ չենք կարող շահել, սա նախագահական հանրապետություն չի նկատի ունենալ, որովհետև եթե նախագահն լիներ, նախագահային կնդրային կվերջանային, այլ հետո կլներ հանգիստ պարլամենտի ընտրություններ, ինչ որ չեղավ, ու չի լինում, հեղափոխությունից հետո նայեցեք չի լինում դա, այդ երկու բևեռացումը։ Հիմա ինչ ունեցանք, մենք ունեցանք մոդելային իմաստով կրկնություն գործող այսօրվա պարլամենտին, ոչինչ չի փոխվել, նույնիսկ ռևանշիզմը իր երկու թևերով ստրուկտուրային, կառուցվածքային իմաստով մնացել է նույնը, ճիշտ է, ԿՊ-ն մոտավորապես ծայրերի այն քանակությամբ, ինչ որ ունեցել է նախկինում։ Բայց այստեղ կա մի պարակա, որը շատ վտանգավոր է, դա ուղղակիորեն ազգային անվտանգության հարց է։ Եթե նախորդ խորհրդարանում ռևանշիզմը ներկայանում էր երկու կավառական երկու խմբակցությունով, մեկը Հայաստանն էր, մյուսը որն էր, պատիվ ունեմ, պատիվ է, անպատիվ է, այս երկու գավառական խմբերն էին, մաֆիոզ իրենց կառուցվածքով, գողապետության նախկին կապեր հարաբերություններ, նաև
սեփականատեր հանիրավի դառած ինչ որ է հիմա մենք ունենք մի գավառական ուրեմն այդ խմբակցություն որ Հայաստանն է կրկնում է հնցած մաշված անգաղապար անառաջարկ դա տեսել ենք ուրեմն փողոցային փոշու մեջ ցույցերի պայքարից հոգնած Εμείς սիմվոլներ կան, նույնիսկ նայեք դեմքները գորգորում են բանել, ես մեկ երկրորդ մասը կա, որը վտանգավորն է, ըստ էության Մոսկվան այնպիսի տեսք է ընդունել, թե շատ է տուժել այս ընտրություններից, թե ինչի այդքան շատ հետաքրքիր Հայաստանով հասկանալի չի, եթե իրենց նախորդ բանաձևը հիշենք Հայաստանը որ պետք է կորչի, բանի պիտանի չի Դե որ բանը պիտանի ինչ եք ձեզ կոտորում, հիմա ինչ է բադայել, բայց ես անգամ այսպես ինտերվենցիա կատարելով ըստ էության Պետումայի մի մասնաճյուղ ստեղծեց ազգային ժողովում, ես սրան անվանենք մայրաքաղաքային խմբակցություն, ֆրակցիա, այն մեկը գավառական Հայաստանը կար ու կար, Սամվել Կարապետյանը դա ուղղակի Մոսկովյան ռեզիդենտ է, ուրիշ ոչինչ, հիմա ով կառավարի անդամներն ովքեր կլինեն այլ բան է, այսինքն Մոսկվային հաջողվեց առաջին անգամ մեր պետության պատմության մեջ եւ ես ինչքան հիշում եմ, ուրեմն հետսովետական տարածքում առաջին անգամ ուղղակիորեն Մոսկվայի ռեգենտին տեղավորել խորհրդարանում Սա ինչ հետևանք կարող է ունենալ Շատ վատ տեղեկատվությանը տեր են դառնում 100%-ով կառավարվում են մոսկովյան օրակարգով Պարզ է որ ուրեմն նաև ավելի ուժեղ կլինեն որտեվ հայի համար Մոսկվան թիգունք դե այդ աշխարհ է այդ տեսակ հայի համար աշխարհ են Սիմոնյան Միմոնյան նայի սրանց համար աշխարհ չկա էլի այդ այնտեղ է այսը եթե վաստով դժվարություն եւ վատություն սրանք նաեւ որակական տարբերություն ունեն մոսկովյան են այսինքն մայրաքաղաք է չէ ստե գավառ է Քոչարյան իրենց համար գեղական բան է ինչ էլ ասեն չասեն ուրեմն լեզուներ գիտեն անշուշտ միլիարդատեր են այսինքն մաֆիոզ խաղերի մեջ շատ ավելի մեծ մասշտաբներով են համաշխարհային չափորոշիչներ ունեն, չէ, առաջի դեմքերին նայեք, այսպես եւ այլն, իհարկե սրա որակը բացասականի ասած շատ բարձր է եւ բարեկիրթ է անշուշտ մայրաքաղաքից եկած էլ այսպես եւ շատ բաներ ըստ էության կառավարվի ոչ մի կասկած չունեմ եթե այսպես ամփոփեմ եթե Հայաստան խմբակցությունը կկառավարվի Կոբերկինի մակարդակով, եթե այդպես է լինելու, այդպես էլ կա, Լևոն Տեր-Պետրոսյան, չգիտեմ, գնացել տեսել է, թե չէ վերադարձից հետո, սրանք են կաթողիկոսը, տեսեք Հայաստանը նա է կառավարում այդ թևով։ Սրանք անշուշտ այս մեկը Կիրիենկոն է առնվազն։ Մենք տեսեք ինչ է լինում, այսինքն համատելով բանը վատ է, եւ շատ վատ է դա, շատ Պաշինյան, տեսեք, մնացածը կտեսնեք։ Այդ ուժերը խորհրդարանացած մեղադրում են իշխանություններին կեղծիքներով անցնելու համար, հաղթելու համար հակառակ կողմից էլ հնչում են մեղադրանքներ այդ նույն ուժերին ընտրակաշառքով մարդկանց համոզելով, չգիտեմ, խաբելով քվեարկել տալ իրենց օգտին, հիմա որքանով են լեգիտիմ էս ուժերը։ Այդ իմաստով, եթե այդ խոսակցությունը պատտվում է կաշառքի չափերի մասին, ես ինքս իմ տեղամասում քվեարկել եմ, չեմ տեսել որևէ հանդարտություն էլ իշխանության կողմից, ուրիշ բան էլ չեմ տեսել, որտեղ բան է։ Հիմա բայց խոսում են, դա շատ է, եթե խոսում են, ինչ-որ մի բան կա։ Հիմա այսպես նույնիսկ ենթադրենք իշխանություն, եթե կեղծել այդ կեղծարարների մոտ սրանք աշակերտ են, մենք աշակերտ ենք, աշակերտը չենք կարող լինել, էլի, բայց տակտիկան ճիշտ են մտածել, ես կարծում եմ, որ եղած վիճակով լեգիտիմ է, այն իմաստով ինչ-որ մեր երկրի երկրորդ քվեարկություն պետք է չէ, ստե հարցեր կամ բարդ, որովհետև
Քեպեն ընտրվել է նորմալ, ես կասեմ նաև մեր բարական դրա մեջ։ Երկրորդը, բայց սրանք, այսինքն իծենե կաշառքի ու կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ ոնց կարող էին, ինչ է, մենք ձեզ հետ միասին Հայաստանը ես քայլել եմ, անուններով էր տալիս, ով պիտի Սամվել Մանվել, Մանվել։ Փողը շարժեցին, շարժվեց։ Էնպես որ այստեղ երկու պարագա կա, հիմա լեգիտիմիտ է, չէ, այստեղ երկու հարց կա։ Լեգիտիմությունը հանրային գիտակցությունն է, լեգալությունը օրենքի մասին է։ Օրենքով ոչ մի խախտում չի եղել մեծ, բայց հանրային գիտակցության մեջ չեն կարող չլինել կաշառք եւ այլն, էլի ես ճիշտ ասած նորից կրկնեմ երկու տերմին կա այստեղ լեգիտիմ է, եթե հանրային գիտակցության մեջ ընդունվում է, բայց հանրային գիտակցության մեջ ասենք մեկ պոռնիկը կույս է երևում, այնտեղ դեմքեր կան, որոնք ազգային հերոսի բան ունեն, պատկեր ունեն, բայց դրանք պետական եւ ազգային դավաճաններ են, չէ՞, իսկ լեգալ է, երբ որ օրենքի ոչ մի խախտում չի եղել, ձևականորեն ամեն ինչ ճիշտ է։ Այս երկուսը նույն լեգիտիմության ամբողջականությունն են։ Բայց բոլոր դեպքերում եղել ընտրություն, դե այնտեղ ձերբակալվում են եւ այն մեկը ասում է արել է, մեկը չի արել, բայց դատական համակարգ եւ պատասխան է։ Հիմա ընդունենք, որ ես բարձ է որ ՓԺԿ-ն ընդունել է, որ լեգիտիմ է, որովհետեւ բան չկա էլ իշխանության կողմից որևէ բան չկա։ Եզակի դեպք է իշխանությունն է ճշմարտության համար մեր բաշակայում ընտրություններում կռիվ տալիս, ոչ թե ընդդիմությունը։ Այստեղ մնացածներ ինչ պետք է շարժվել առաջ, բայց երևի հարցրեք, ինչ-որ բան եք ասում տեսեք, Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ կոչով դիմեց, որ ընդդիմությունը համախմբվի եւ միասին պայքարեն։ Նարեկ Կարապետյանն էլ երեք հայտարարեց, որ հավաք հրավիրեց, որպեսզի որոշեն մանդատները վերցնեն, թե չէ, կվերցնեն մանդատները, թե կշարունակեն կգնան փողոցային պայքար, եթե հաջողեն։ Ուրեմն դրանք ով են, որ մանդատ վերցնեն, չվերցնեն։ Մարիա Զախարոն փրշտած կվերցնեն, չփրշտած չեն վերցնեն, այստեղ Մոսկվանը չէ որոշում, ձև է անում։ Այս խաղում են, իրենք ոչինչ չեն ներկայացնում իրենք դրածոներ են եւ ես չեմ էլ կարծում եմ դրանք հավեսով եկել են այս ընտրապայքարի մեջ մտնել, մանավանդ վարչապետ պետք դառնային, իրենց արժով ոչինչ չդառան, այնպես որ կվերցնեն թե չէ, հիմա պետք է զանգել Մարիա Զախարովային, ասել գիշերը սիրածից հետ մեջքի տես պարկել, թե փորիդ, ինքն էլ կասի ոնց է պարկել, այստեղ էլ կլինի։ Այդ ընդհանրապես սրանց ինքնուրույնության հարցը պետք է հանել, դրա մեջ է վտանգ ասեցի։ Հիմա իսկ ընդհանրապես բամերազներն այդ կամ փող են ծախսել, չպետք է մտնեն։ Երկրորդ մասը կա։ Իրենք այն գլխից պետք է հրաժարվեին մտնեն, որ Հայաստան ունենար ընդրություն կատարած դներ, այսինքն իրենք պետության ինչքան կարողացել վնաս տվել են իրենց մասնակցությամբ օրենքով անօրինական, այսօր այդ հարց կարծեմ անիմաստ հարց է իրենց բարակայում, իրենք չգիտեն, այստեղ ոչ միայն նույնիսկ ոնց որ այս կաթողիկոսը չգիտի, Լևոն Տեր-Պետրոսյան չգիտի, բանը Կոպերկինը ոնց կփրշտա, այդպես էլ իրենք ով են, վերջացավ։ Այդ քննարկում անիմաստ է մեր բարակայում մեր համար, էլի։ Դրա համար ես չեմ կարող ասել, բայց որ կվերցնեն իրենք անձնապես որպես հայեր իհարկե։ Փող են դրել, աշխատել են, պետք է ծախսեն արեն, չէ՞, այդ կան իշքան են ասում։ Ես ցեզ մի բան ասեմ, ընդրության հաջորդ օրներ Շենգավիթից մեկը եկել էր, զանգեց քաղաքացի էր։ Եկավ ասեց, վրայցս ինեց հումորով մարդ էր, էլ ոտ գալիս է, ասի ոտ մարդ դες տարօրինակ, ասեց հումոր եմ անում, ասեց Շենգավիթից եմ, թե երրորդ մասից եմ գալիս, ասեց այնտեղ ընտրություններից փողի հոտ է գալիս, ես մեջն եմ եղել։ Թափեցին տարան ձայները, օդը ասես փողով լցված է այդ տարածքում, այդ քաղաքացու ասածն եմ ասում են, երես որ, բայց իրենք ուրիշ բան չգիտեն էլ, այդ մարդիկ եթե ես անգամ փողը չդնեին, կոռուպցիայով չզբաղվեն, որակազարգվելու են, չէ, այդպիսի դեպք են, հարբեցողներ կասում են, ես անգամ չխմեմ, հետո որակս կնի, հետո խայտարակ կնեմ, էլ խմեմ, որակս մնա, այդպես է։ Հիմա դրանք մի բան է, եթե շարունակելու են եւ Մոսկվայից հրամանն
ստանալու, որ ճգնաժամը խորացրեք, որտեղ այստեղ սկսել են ամբաղ դուրս տալ են բանի առաջի դեմքերի մակարդակով, էլ ՆԱՏՕ, էլ Եվրոմիություն եւ այլն, այս խոսակցությունները տեսեք ուր է Հայաստան էս Հայաստանն էլ խեղճուկերակ ոչ ՆԱՏՕ-ի դիմել, ոչ է բան էլի, որևէ տեղ, այն որ ասում են ոնց ուզեմ, այդպես կլինի էլի, այդ տարբերակն է, հիմա մերոնք էլ երևի սկսել են արդարանալ եղբայր ինչ ՆԱՏՕ, ինչ բան ձեր ցավներ տանեմ, բայց այդտեղ դա չի հասնի էլի, այն շեֆը ինչպես կասի, այնպես էլ կլինի հարցը։ Հիմա եթե ես օրինակ այսպեսի տարբերակ եմ, եթե ճգնաժամը խորացնելու են եւ թույլ չտան պարլամենտն աշխատելու, այսինքն մենք էլի չունենանք, ոնց որ հիմա խորհրդարան չունենք, ըստ էության էլի չունենանք, ավելի վատ տարբերակով ասելի, ես կարծում եմ, որ պետք է այդ բոլորը դնել կողքի եւ նոր ընտրություններ, իսկ համարձակորեն նշանակել, բայց տեսեք ուրիշ բան է պետք, որ ընդմիշտ այդ շերտը ռսած տրբությունը ջախջախվի, եւ դա շատ հեշտ է, գիտեք ոնց է, ԿՊ նախաձեռնի եւ ստեղծի հեղափոխության եւ աջակից ուժերի ազգային ճակատ, մենք 4 կուսակցություններով մտնենք ընտրություններ, տեսնենք ոնց կշնչեն դրանք, աղբը մաքրենք, բերձնենք, էլի, այստեղ ռադիկալ միջոցներ են պետք, հասկանում եք ոնց է, եւ ես վստահ եմ, որ այդ պարագայում դա հաստատ կլինի ազգային ճակատ, հեղափոխության պաշտպանության ազգային ճակատ, երբ նա պետք է ԿՊ-ն ղեկավարի, եթե այն տարբերակը լինի, որովհետև դուք էլ կարծում եմ չեք առարգեն բանով, կառարգեք իհարկե ձեր իրավունքն է, բայց ասեմ, ինչ կատարվեց, դուք ախրելի ընդրազանգված կար, որ մեզ հետ քայլել ենք, տեսել ենք, զրուցել ենք, բայց վերջի օրը Հայաստանում տեղի ունեցավ ինչ երբ հիստերիայի մի վիճակ առաջացավ, որ հրեշները գալիս են, հրեշները որովհետեւ չգան, մեզ ասում են դուք չնեղանաք, մենք ձեզ ենք ընտրելուց, էս հետ ենք եղել տարիներով, բայց հիմա Նիկոլին ենք ցայն տալու, ոչ թե ԿԲ-ին, Նիկոլի կողքը, եւ մենք ենք, Արամն է, Արմանն է, էս ուրեմն էս 3 առնվազն կուսակցությունների եւ դա արտացոլված է նաեւ տոկոսների մեջ, որովհետեւ այս 3 կուսակցությունները միասին գումարային 1.7%-ի ձայն են ստացել մի քիչ ավել պակաս, սա իհարկե աբսուրդ է, որ մենք հեղինակը լավ 3-ից մեկն էր հեղինակ չկարողացավ, այն մեկը չկարողացավ, այն մեկը ծախս չարեց եւ այլն, բայց 3-ով հնարավոր չէ, չէ՞, դա ինչից էր, որտեւ այդ զանգվածը, գիտեք, վախից տեղափոխվեց ամեջապես հանդարտ հրեշը չանցնի, հրեշներ կարծեմ քոչեն Ռոբերտին են, ես մտել եմ, իմ ընկերներով մտա միտինգի ժամանակ, աստեսնենք միտինգին չընթացք ունի, ես նախատեսումներն անեմ, մի հսկա կանանց խումբ էին, բայց շատ հայտնի բան եղավ, եկան, բարձում են, բան են անում, լացում են, նկարներ կան, ասում են չպատել, ասում են ձեզ ենք ցայն տալու, բայց հրեշը կանցնի, հրեշի դեմ ենք քվեարկելու, չնեղանակ եւ այլն։ Այդպես եղան ու ջանի պարական եղել, այդպեսի գնացել են բաներն իմ գերոջ մոտ, այսինքն սա ոչ թե արդարացման, չարդարացման բան է, այս process-ը այդպես էլ լինելու է։ Եթե սիստեմը մնալու է, ուրեմն հաջորդ ընտրությունները նույնն են լինելու։ Սա նշանակում է հիմա պիտի մտածել ինչպես խորհրդարանականություն առաջացնել եւ մտածել երկրի զարգացման մասին, որովհետեւ այս ուժերն անցնեն խորհրդարան եւ ռևանշիզմը չանցնի։ Դուք պատկերացրեք մոսկովյան ուժով ուզում եք պետություն ունենաք, ոնց է լինելու։ Եվ դրա համար կներեք մի բան էլ ասեմ, եթե գիշեք այն մեծ բանավեճի ժամանակ, ամեն մեկն ասում էր, ես ինչ համարին ձայն տվեք, ինձ ձայն տվեք, կամ նայեցեք, միակ մարդը, որ չեմ ասել ինձ ձայն տվեք, ես եմ եղել, ասել եմ ռևանշի բանը, ռուսական սեգմենտը չթողեք վաղ ընտրություններին խորհրդարան, նայեցեք ստուգեք, չեմ ասել մեր, այսինքն ինձ համար երկրորդ հարց կար, երկրի ինչ վիճակի մեջ է հայտնվելու, հակառակը, այն որ կանայք ասում են, բա որ դրանք հաղթեն, մեր վիճակն ինչ կլինի այդ հրեշները, հիմա թե հրեշներն ինչ կարող են հրեշ, բայց դա կարող եք ստուգել, որտեղ եթերում են, ասեք։ Պաշինյան, Ռուսաստանը կշարունակի ճնշումները, տնտեսական սանկցիաները, քանի որ ընտրություններից առաջ սկսել էր, դեռ մինչև հիմա շարունակվում են ու
Ռուսաստանից էլ դժ շնորհավորական ուղերձներ չեն Չէ լինելու։ Երկու մաս կա այստեղ, երբ չեք շնորհավորում, շարունակում եք, եթե շնորհավորում եք, շարունակում եք, դե Զատուլին հաջորդի բարեկամն է, չէ՞։ Ինքը այդպես էլ ասում է, պետք չի շնորհավորել, շարունակեք։ Այն մեկ բունկերի բաններ, առնետներ բունկերից դուրս չի գալիս, դե իրեն ուկրաինացիք խրել են, ժամանակ չունի, բենզինը ստամոքսն է լցվել եւ այլն, բայց առիթը որպես շնորհել բանը չեն շնորհավորի, ծայրահեղ դեպքում կարող է, այն դա ես քիչ հավանական եմ տեսնում էլ եղած վիճակով, բայց դե ռուսեն էլ մեկը տեսար ախպեր տարան 3 րոպե, ոնց Արցախայցի մորթեցին, շպրտեցին, իմ ախպեր են հայության։ Ու մի հատ էլ մուննաթ են գալիս, որ մենք վատ ախպեր ենք իրենց համար էլի։ Սա կարող է լինել, բայց մնացածը պատժամիջոցները անշուշտ կշարունակվեն այնքանով, որքանով վնաս կլինի։ Իրենք Հայաստանին վնասում են մինչև վերջ։ Ո՞րն է նպատակը։ Եթե տեսան, որ ազգաբնակչությունը իշխանության դեմ չի գնա, այսինքն այդ տուն կդադարեցնեն, որովհետև իրենք էլ են դուժում։ Երևի Հայաստանից էլ կսկսեն խոսել ինչ-որ հակագործողությունների մասին։ Ինձ դուր չի գալիս, որ Հայաստանից ուրիշ հակաքայլեր չեն անում, այնքան միջոցներ կան, այստեղից էլ պետք է արվի։ Իրենք պետք է քթներին ստանան, այ ուկրաինական տակտիկան է ճիշտ։ Դրեցին, խրեցին, մամաները լացացնում են, հիմա մինչև Օրենբուրգ են ասել այդ դրոններով։ Ամբողջ Ռուսաստանը Վլադիվոստոկից Կալինինգրադ բենզինի հերթի է կանգնել, բենզինը չկա։ Սա է ժողովուրդը, սա է բանը, քաղաքական գիծը։ Մամաները լացացրել են։ Դրանք պետք է ընդհանրապես հայ ժողովրդի ոտերն են, հայ ժողովրդի Հայաստանի։ Հերիք է ամբաղ դարավոր եղբայրությունից խոսեմ, որտեղ են եղել եղբայր։ Մեր ինչ եղբայրն են մեկը։ Իշքան ապուշկար բոլորին արմյաշկա սարքեցին, անասուններին, մի հսկա անասունների բանակ են սարքել, արմյաշկեքին։ Հասկանում եք, այդ երկիրն է չեն թողում զարգանալու, հիմա էլ շանս է առաջացել այդ զարգանալու, տեսեք ինչ կատաղի կռիվ են տալիս, որ նպատակն չէ, հայկական պետական չէ լուծարել, բայց ես հանգիստ եմ, մինչև այդ գործը գլուխը դա Ռուսաստան չի լինելու, փլվելու է, ռուսը չի լինելու, այդ որ ասում եմ մենք ժողովրդին բան չասենք, մենք էր ունեմ այսպիսի բան ասում էլի, ասում է դրանք էդ են, ասում է ռուսը ինչ էր սարքի, ասենք սեղանի դանակ բան, ինչ էր սարքի վերջում տանկ է դուրս գալու։ Այդ պետք չի որ ռուս ժողովուրդը մեղք չունի, ոնց չունի, այդ ճիվաղներին ինքը չի ծնում, թալիատներին թուրքը չի ծնել, ով է ծնել, այս ադրբեջանցիները Ալիև չեն ծնել, այնպես են անում ժողովուրդը մեղք չունի, դու մեղք չունի, թող ապստամբեն։ Մենք էլ մեղք ունենք, այս կանսր լրտես ու շպիոն դա ինչից է, թող փողոցներով սատկեցնեն, վերցնեն։ Տեսնենք անեն էլ, մենք էլ կազատագրվենք մի օր ժողովուրդ նախկին մեր փառահեղ անցյալի նման կապրենք, ես Արտաշեսներ նկատի ունեմ, թե չէ։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, կհանդիպենք առաջ։